Քաղաքական հաշվարկներ ու վարժանք են 2026-ից առաջ քաղաքական ուժերն անում Գյումրիում։ Կուսակցություններ, որոնց շարքում նաև քաղաքական դաշտում առանձնապես երևացող չեն, նախընտրական դիրքավորում են ստացել Գյումրիում։ Առանձին թե դաշինքով ամեն մեկի քաղաքական նկրտումները Գյումրիում անուններով է պայմանավորված։ Մարդիկ ու անձեր, որոնք ավագանու ցուցակ են մտել իմ ասածը օրենք է շրջապատում սկզբունքով։ Թաղերում ու թաղամասերում իրենց ապրածն ու արածը ներկայացնելիս երթում են ուտում իրենց ֆավորիտ թեկնածուի անունով։ Հեքիաթներ են պատմում շատ լավ։ Այդ ծրագիրը նայողը մտածում է, որ արդեն մեր Գյումրին դառնա, չգիտեմ ինչ, քաղաք, բայց Լսա ինչ է խոստացել։ Ամեն ինչ է խոստացել են, բայց ո՞րն են հեչ մեկը։ Չէ, եղնող չէ, նախընտրական խոստումներ են։ Այո, գխոսան, բայց չեն իրագործել։ Փիշի կենեն, հետո աթորը գրավեցին, դու ով ես, ես ով եմ։ Միշտ խապել են ու խապվել ենք։ Որ խոստումներին հավատանք, խոստումը հետ սաղ է կրնանտա։ Ամեկը խապեն, ինչ կա, Էլինոյի պատմությունը միշտ կա, քրոնիկական հիվանդություն է հայերի մոդը։ Ընտրությունների ժամանակ խոստումների դրոշակներն ամեն տեղից են ու թեկնածուներին թվում է, թե արածով ու ապրածով իրենց հասնող չկա։ Մի մասն էլ վստահ է, որ թե իրենք չլինեին, քաղաքը ոչ լույս ու ասֆալտ կունենար, ոչ աղբ հավաքող։ Ասֆալտը գիշերային ժամերին փողոցներում վարված լույսերն ու քաղաքային տնտեսություններում արվող ու արված գործերը տեղական բյուջե գնացած հարկերով ու տուրքերով են։ Նախընտրական կինոյի պակաս քաղաքն այնպես որ չի ունենա, իսկ իրականում ընտրողը ուրիշ կերպ է գնահատում թեկնածուի կամ թեկնածուների արածն այս քաղաքի համար։ Ընտրությունները միշտ եղել են, միշտ հավատացել ենք, միշտ ընտրել ենք, բայց հետո ոչ մի բան չի իրականացել։ Լսելու բաներ կսեն նույնը եղավ կա 30-40 տարի կյանքերս կերան էլի։ Պետք է խոստումներ, որ ժողովուրդը ընտրի, չէ, դա ինչ բան է, չափանիշ է։ Առած դրա իրանց ով կլսի կամ ով բան կանի։ Մարդկա կհավատա, մարդկա ոչ։ Այս թաղամասը 30-35 տարի արդեն կառուցած է։ Մի օր կոնե կդուրները փոխած կան, բادرների մեջ մի հատ ռեմոնտերած կան։ Էդ է իրան ծրագիրը։ Էլում հավատանք։ Գյուղի փողոցները ավելի լավ է կանցած տեղը, չամրի մեջ կկորեն։ Հավատացողն էլ չհավատացողն էլ համարվում են պոտենցիալ ընտրողներ, որոնք թեկնածուներին գնահատելու իրենք չափումներն ունեն։ Ասածներին ու անելու խոստումներին չհավատացողն էլ գնալու է ընտրության, ասում է ձայնս չեմ կորցնելու կամ ուրիշին չեմ թողնի իմ փոխարեն ընտրելու։ Ու այս գնահատականները դառնում են քվե հենց ֆավորիտ թեկնածուի ու իր թիմի համար, հանրագումարով մասնակցելու քաղաքական նոր դաշտի ձևավորմանը, բայց գյումրեցիների մտածելակերպում քաղաքի շահն է։ Տեսնք որոշ բաներ չգիտեմ։ Հա փողոցները, լույսերը, ես եմ բաջերը, դու դա, ես եմ դաբրոս մանկապարտեզ չգիտեմ։ Չգիտեմ ով է դերեն, չեն դերեն, ինչի մար են դերեն։ Բայց մի բան գիտեմ, ամեն մարդ իր աշխարհի հետևից է գնում։ Այս մեղերը ցախողը դիմադը լեզելու վրա հաշիվ կա։ Եթե բանի մաս մի հատ ազնվորություն տնեն որ կայնի իրան շահը տնե կողքի ու տնական էլի, տնավարի կա ասպես ինչ-որ ծեզ հետ ենք կային ենք հետը խորատար ենք հասկնա ինքը մեզի մենք էլ իրան թիգում կային ենք։ Այսքան տարի ինչն են ճիշտ կազմակերպել, ինչն են ճիշտ վարել, ինչն են իրանց խոստումները ովքեր են կատարել, ոչ մեկը։ Չնայած անպայման կեշտամ հանդրության։ Ոնց կարելի է ամեն խոստումի հավատալ, չէ, ամեն մարդ ունի իր կարծիքը եւ կարծում եմ, որ մեր ժողովուրդը չի սխալվի ճիշտ ընտրություն կատարելու։ Ընտրողի վրա ազդելու մեխանիզմների ու գործիքների հինն ու նորը խառնվել են իրար։ Վիրտուալ համացանցային պայքարը, արածների մասին խոսելն ու չարածների մասին լռելը իրական քվեին են մոտեցնելու ընտրողներին։ Իրական ձայները բաժանվելու են 9 քաղաքական ուժերի միջև, որոնք ներկայանում են ամենաքիչը 23 եւ առավելագույնը 99 թեկնածուների ցուցակով։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։